Կարող եմ հայտնել, որ այսօր մեկնարկեց իսկապես միջազգային կրոնական ազատության գագաթաժողովը եւ այսօր հնարավորություն ունեցա ելույթով հանդես գալ։ Կարող եմ ասել, որ ելույթի ընթացքում հենց այն պահին, երբ ներկայացնում էի Արցախում էթնիկ զտման հանգամանքները, երբ 120,000-ից ավելի մեր հայրենակիցներ ստիպված էին լքելու իրենց տները, իրենց հարազատների նույնիսկ գերեզմանները, իհարկե զրկվելով նաև եկեղեցիներ, վանքեր այցելելու հնարավորությունից, հենց այդ պահին նկատեցի ինչպես էր Ուկրաինայից ժամանած որոշակի մի պատվիրակություն ամեն կերպ փորձ անում խոչընդոտելու ելույթը։ Կարող եմ ասել, որ բնականաբար այն որևէ ազդեցություն չունեցավ։ Եվ ինչպես եւ պատկերացրել էի եւ նախատեսել էի, որ պետք է ներկայացվեր Արցախի մեր հայրենակիցների խղճի եւ կրոնի ազատության երաշխիքների ընդհանրապես արգելափակման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում կառավարության կողմից հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ ակնհայտ ապօրինի միջամտությունների, ներքին գործերին խառնվելու բոլոր այդ գործողությունները, որոնք իրենց բնույթով հենց հանդիսանում են խղճի եւ կրոնական ազատությունների երաշխիքներին հակասող, այդ հանգամանքները եւս ներկայացվեցին։ Նաեւ իհարկե ներկայացրեցի ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցող ապօրինությունները, այդ թվում քաղաքական հետապնդումը եւ բոլոր շեշտադրումները, որոնք կային, որոնք ներկայացվել էին նախկինում, նաեւ ներկայացվեցին այս հարթակից։ Իհարկե ինչն եմ ուզում հատուկ նշել, բոլոր այն հանգամանքները, որոնք ներկայացվեցին, զուգահեռաբար միշտ ուղեկցվում էին մեր Հայաստանի Հանրապետությունը որպես ֆանտաստիկ երկիր ներկայացնելով, մեր հայրենակիցներին, մեր ազգին որպես իսկապես նվիրյալների, մշտապես աշխատասիրությամբ աչքի ընկնող եւ տաղանդավոր ազգ լինելու հանգամանքները ներկայացնելով, քանի որ իսկապես մենք ունենք մեր Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի քաղաքական հետապնդումների մի ստվար դեպքեր, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնին այդ ամենում որևէ մի մեղավորության բաժին ունի։ Մենք ունենք օրվա իշխանություններ, որոնք ապահովում են այդ քաղաքական հետապնդումները, բայց միաժամանակ մենք ունենք հասարակություն, որը դեմ է այդ ամենին, որը չի հանդուրժում այդ ամենը եւ համերաշխ չէ այդ ամենի հետ։